Շնորհավոր բոլորի նոր տարին եւ մեր գալիք նոր տարին։ Շնորհակալ ենք, որ Աստված մինչև հիմա կյանք տվեց մեզ։ Շատ դժվարությունների միջով անցանք, բայց Աստված մեր ձեռքից բռնեց եւ անցկացրեց այդ դժվարությունների միջով, ինչպես որ խոստացել էր։ Եվ թող Աստծո ձեռքը բռնած մտնենք նոր տարին եւ իր հետ իր օրհնություններով լինի այս գալիք նոր տարի։ Ամեն, ամեն, այո։ Եվ կարծես թե այս այսօրվա դասն էլ համահունչ է, որտեղ նոր, ասում ամեն բան նոր է, այդպես են կոչվում։ So, քանի որ անցած դասի հետ շատ կապ ունի, կրկնենք մի րոպե, թե ինչ էր անցած դասը։ Ուրեմն անցած դասը դա դատաստանի մասն էր, որ նշանակում է կարող է լինել եւ դատ, եւ պատիժը։ Այսինքն շատ անգամ դատաստան բառը օգտագործում է դատաստանները ասում թափեց, չէ՞, այսինքն պատիժը թափեց։ So, եւ այդ նույն process-ն է դատական ինչ-որ ստեղ երկրի վրա ունենում, այսինքն փաստերի հիման վրա որոշվում է, արդարացվում է, թե չէ, մեղադրյալը, եւ հետո այդ որոշումն է կայացում արդար է թե մեղավոր, եւ հետո կայանում է պատժի իրագործումը, որ դատավորն է որոշում, թե ինչ պատիժ է ստանում։ Նույնը Աստծո դատական process-ն է, որ սկսվել է արդեն եւ մոտենում է ավարտին, առաջին մասը, հետո Հիսուսը կգա եւ կհայտարարի որոշումը, կհայտարարի ով է արդարացված, ով ոչ, եւ արդեն հազարամյակի ընթացքում շատերը կարծում են, որ ամբողջ հավերժության մեջ մենք ուրիշ գալակտիկանով կապրենք, այսքան երկինք, որ անվանում են, բայց Աստվածաշունչը մեզ ասում է, որ հազարամյա դատաստանից հետո, դատից հետո, ինչ է լինում, Աստված սուրբերով տեղափոխվելու են այստեղ, այսքան Աստված նոր է ստեղծելու։ Եվ ուրեմն հազարամյա, 1000 տարի Աստված Հիսուսը տանելու է արդարացվածներին այնտեղ, որպեսզի դատաստան անեն, այսինքն որոշեն ամեն մեկին հասանելի պատիժը ինչքան է լինելու, եւ նրանից հետո, երբ որ արդեն որոշված է, արդեն գալու է եզրափակիչ փուլն է լինելու դատաստանին, երբ որ այդ որոշումները իրագործեն, ասում ամեն ծառա իր իմացածի չափով կդատվի, իհարկե մենք գիտենք ամեն շատ տանջվելու է սատանան, բայց նաեւ Աստված գիտի, թե ով ինչքան։ So, իսկ հետո հիմա այսօրվա դասը կոչվում է ամեն բան նոր է, այսինքն այդ պատժից հետո ինչ է լինելու։ Այսօրվա հիշելու համարն է Հայտնություն 21:5 եւ գահի վրա նստող ասեց. ահա ամեն բան նոր եմ դարձնում, եւ ասաց. գրիր, որ այս խոսքերը ճշմարիտ ու հավաստի են։ Եւ Բ Պետրոս 3:13-ում ասում է. բայց մենք նրա խոստման համաձայն նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդարությունն է բնակվում։ Եվ շատ մարդիկ այստեղ ասում են, որ սա ֆանտաստիկ է, սա հորինվածք է, որ տենց բան հնարավոր չի, եւ ուղղակի խաբում են մարդկանց, որպեսզի մարդիկ գոհանան այստեղի կյանքով եւ չափսանվեն եւ այլն, բայց ասում են, որ դա սուտ է, ուղղակի խաբում են մարդկանց։ Այո, երբեմն այդպես է, այսինքն ղեկավարները օգտագործում են այս ճշմարտությունը, որպեսզի մարդկանց, այսինքն եկեղեցիների հովիվների միջոցով, որոշ եկեղեցիների, որպեսզի կարծես թե մարդկանց աչքերը փակեն, բայց այդ չի նշանակում, որ սա սուտ է։ Աստվածաշնչում ինչ որ գրված է կատարվել է, Հիսուսը ինչ որ ասել է կատարվել է, եւ մենք չենք կասկածում, որ սա էլ իրականության մեջ կատարվելու է, եւ սրանով մենք մխիթարվում ենք, այլ կերպ այս կյանքը իմաստ չեն ունենա։ Եվ կարդանք Եսայա 65:10-25-ի մեջ նկարագրում է շատ լավ իրավիճակ, որտեղ ասում է, որ ծերը հասնելու է իր լրիվ օրերին, ցավ չի լինի, հիվանդություն չի լինի, եւ դուք
կցանեք, որպեսզի դուք ինքներդ ուտեք, տներ կկառուցեք, որպեսզի ինքներդ ապրեք։ Այսինքն սա այն վիճակն է նկարագրում, որ Աստված կամենում էր տալ, եթե հրեաները հավատարիմ լինեին Աստծուն։ Իրանց վիճակը սենց է լինելու, բայց քանի որ չեղավ դա, իրանք հավատարիմ չմնացին Աստծուն, չստացվեց այս ծրագիրը, երկրային ծրագիրը չստացվեց, բայց արդեն Եսայա 66 գլխի 22-23 համարներում խոսվում է երկնային Երուսաղեմի մասին, ոչ թե երկրային, որտեղ ոչ միայն հրեաները լինելու, այլ բոլոր ազգերից հավաքված փրկվածները։ Եվ շատ մարդիկ կարծում են, որ այսինքն նոր երկիրը, այդ նոր վայրը, որտեղ փրկվածները պիտի ապրեն, հնարավոր չի, որ դա նյութական լինի, կամ իրանք նյութական լինեն։ Այսինքն նյութականի հետ կապում են ամեն վատ բան, բայց անպայման չի, որ այդպես լինի։ Աստվածաշունչը մեզ հակառակն է ասում։ Ցույց է տալի, որ երկինքը, նոր երկիրը իրական տեղեր է, իրական, որտեղ իրական մարդիկ են ապրելու, որոնք սրբած կլինեն Հիսուսի արյունով։ Եվ եկեք կարդանք Եսայայի 66 գլխի 22-23 համարները, ով որ բացել է։ Քանզի նոր երկինքն ու նոր երկիրը, որ պիտի ստեղծեմ, իմ առջևս հաստատ պիտի մնան, գսե Տերը։ Այնպես է ձեր սերունդը ու ձեր անունը պիտի մնան։ Եվ ամեն նոր լուսնի տոնի եւ ամեն շաբաթ բոլոր մարդիկը իմ առջևս երկրպագելու պիտի գան, գսե Տերը։ Ամեն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այնտեղ լինելու է երկրպագելու տեղ, եւ մենք շարունակելու ենք մեր երկրպագությունը Աստծուն, եւ դա լինելու է իրական տեղ, եւ մենք ունենք հավերժական հայրենիք, որ Աստված պատրաստել է մեզ։ Հիսուսն էլ ասում է. ես գնում եմ պատրաստելու համար, չէ, Հովհաննեսի մեջ ասում է, ձեր համար տներ եմ պատրաստում եւ ամեն ինչ որ պետք է, որպեսզի գամ եւ ձեզ վերցնեմ։ Եվ ինքը իր խոստումը անպայման կկատարի, եւ Բ Պետրոս 3:13-ում էլի ինչ է ասում, Աստված սպասում ենք ըստ իր խոստման, սպասում ենք նոր երկնքի ու երկրի։ Սակայն իր խոստումի համեմատ նոր երկնքի ու նոր երկրի մենք կսպասենք, որոնց մեջ արդարությունը կբնակվի։ Ամեն։ So Գարերի փափակ գրվում է Աստվածաշունչ փրկվածների ժառանգությունը հայրենիք է կոչվում, ինչպես Եբրայեցիս 11 գլխում է գրված, այնտեղ երկնային հովիվը իր հոտը տանում է կենդանի ջրերի աղբյուրների մոտ, կյանքի ծառը ամեն ամիս իր պտուղն է տալիս եւ նրա տերևները ազգերին ծառայելու համար է, այնտեղ մշտահոս վտակներ կան, յուրեղի պես ջինջ եւ նրանց ափերին աճող ծառերն իրենց սպերն են գցում շավիղների վրա պատրաստված տիրոջ փրկյալների համար։ Այստեղ ընդարձակ հարթավայրերը վերաճում են չքնահոլումների եւ երևում են Աստծո լեռների վեհապանց գագաթները։ Այս խաղաղովիկներում կենդանի ջրի աղբյուրների մոտ Աստծո ժողովուրդը դարեր շարունակ պանդուխտ ու թափառական կգտնի իր տունը։ Այսինքն որ հոգնած են այս կյանքի պայքարից վերջապես հանգիստ կգտնեն։ Աստված սա որ մենք այս մարդկանց շարքում լինենք եւ Աստորեն առանց այս հույսի, առանց այս տեսակ հույսի մեր հիմակվա կյանքը բոլորովին անիմաստ կլիներ։ Այո։ Այսինքն ինչ եկել ենք ֆիզիկապես ապրում ենք, այս ինչ իմաստուն է։ 90 տարի ես ապրում, թե 5 տարի ես ապրում, թե 20 տարի ես ապրում, միևնույնն է, ամեն ինչ Աստծուն դնում է։ Իմաստ չէ ունենա, եթե մենք չունենանք բայց երբ որ գիտնականներն էլ մենք տեսնում ենք, որ ամեն ինչ շատ իմաստավորված է, շատ ուժեղ ձևով ստեղծված է, իմաստուն ձևով եւ հնարավոր չի, որ այս ամեն ինչը պատահական լինի։ Եվ նաև մենք նոր կարդացինք, որ մենք Աստծուն երկրպագելու ենք այնտեղ, մենք չգիտենք դա շենք կլինի, տաճարը, թե ուղղակի բացօթյա կերկրպագեն փրկվածները, բայց երկրպագելու տեղ կա Նոր Երուսաղեմում, որտեղ մեծ ուրախությամբ ասում է, ինչպես կարդաց Թագուհի քույրը, ամեն ամսվա սկիզբը եւ շաբաթից շաբաթ
գնալու ենք եւ երկրպագենք Աստծուն եւ ով է երկրպագողները, ով են լինելու նրանք, ինչպես հայտնություն 7:4-ում գրած է, որ մեծ նեղությունից են գալիս եւ իրենց կեսները լվացի եւ գարան արյունով սպիտակեցրի։ Այսինքն մենք անցած դասերի ժամանակ ուսումնասիրեցինք, չէ, որ Աստված մեզ հալում է, այսքան այդ փորձությունների հալոցքում, այդ փորձությունների միջով մեզ մաքրում է, որովհետև երբ որ մենք անցած դասին ուսումնասիրեցինք, որ Աստվածաշնչում արդար չկա, մեկն էլ չկա, չէ, բայց ասում է Աստված որոշների փրկության համար դրեց, որոշեց, որ մեղավոր չեն, չէ, արդար են, արդարացվածին, որոշները չարդարացվեցին։ Ինչն էր պատճառը, որովհետև բոլորն էլ ասում են մեղք է, չէ, գործ է։ Պատճառը այն է, որ այս մյուս մարդիկ, ովքեր արդարացվեցին, Հիսուսի անունով մաքրվեցին, իրանց բնավորությունը փոխվեց, իրանք նոր մարդ դառան, ամբողջ տարբերությունը դա է, իրանք թողեցին իրանց մեղքերը, իրանց փորձությունների միջով անցնելով, իրանք զտվեցին, թողեցին մեղքերը եւ արդարացվեցին։ Մենք արդարանում ենք Հիսուսի անունով, բայց մեր վերափոխված կյանքը ցույց է տալի, որ իրոք Աստծո շնորհքը ազդել է մեր վրա։ Ուրեմն նրանք այդտեղ Աստծո փրկագնով ով վերափոխող զորության կենթանի վկաներն են, նրանք հովերքում են Աստծուն նրա էության ու իրենց կյանքում նրա արածի համար։ Այո։ Եվ մենք գիտենք, որ Աստվածաշունչը ասում է Ա Տիմոթեոս 6:16-ի մեջ, որ Աստված բնակվում է անմաչելի լույսի մեջ, եւ ասում է, որ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի որդուց, չէ։ Սակայն Մատթեոս 5:8-ը ինչ է ասում։ Ասում է, որ մենք կտեսնենք Աստծո երեսը, ինչպես որ է, եւ Մատթեոս 5:8-ում ինքը Հիսուսը ասում է, որ երանի սրտով մաքուրներին, որովհետև նրան Աստծուն կտեսնեն։ Պարզ ասում է։ Այսքան մեզ փրկվածների այդ արտոնությունը տրվելու է Աստծո դեմ հանդեպ ներկայության մեջ իր հետ շփվել։ Իհարկե Հիսուսի շնորհիվ է։ Եվ հիմա Ա Կորինթացիս 13:12-ում ասում է, հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում։ Այսինքն, ինչպես հայելու մեջ մենք տեսնում ենք Աստծո պատկերն արտացոլված բնության եւ մարդկանց հանդեպ նրա վարքի մեջ, սակայն այն ժամանակ մենք նրան կտեսնենք դեմարդեն առանց մեր միջև աղոտ վարակվելի։ Մենք կկանգնենք նրա ներկայության մեջ եւ կտեսնենք նրա երեսի փառքը։ Ուրեմն շատ կապ ունի մաքրությունը եւ Աստծո երեսը տեսնելը։ Անմաքուր ոչինչ չի մտնի երկնքի արքայություն։ Մենք պիտի Աստծուց խնդրենք, որ այս կյանքում մաքրվենք ամեն անմաքրությունից, ամեն մեղքից, որպեսզի հետո հնարավորություն ստանանք Աստծո հետ ապրելու եւ իր հետ շփվելու։ Այստեղ հետաքրքիր մի բան կար, որ ասում է ինչպես է բացահայտում հնազանդության մաքրագործման միջև եղած կապը, հնազանդությունը մաքրագործումը, ոնց ենք մենք մաքրվում, ու առաջի Պետրոս առաջի գլուխ 22 համար ասում է ձեր անձերը մաքրեցեք հոգի միջոցով, ճշմարտության հնազանդելով մեկ, եղբայրության մեջ անկեղծ լինելով։ Ուրեմն երկու բան կա, համ ճշմարիտ պետք է ես, համ էլ եղբայրները պիտի սիրես։ Եվ բխում է դրանից, երբ որ ճշմարտությունը հնազանդվում ես, դրանից բխում է, որ եղբայրներին կսիրես, երբ որ հնազանդվում ես ճշմարտությանը։ Եվ էլի այդ շնորհքը մենք ումից ենք ստանում, Հիսուսի արյան գնով Սուրբ Հոգուն աշխատում է իր օրինակից, այո։ Եվ այն մարդը, որ չի ուզում ընդունել, դա պարզ է, որ երկինք էլ գնա ինքը շատ դժբախտ է լինելու, որտեղ այդ մարդը, որ չի ընդունում Հիսուսին, ինքը ինչ է, ինքը ուզում է մենակ իրան փառավորի,
Իսկ այդտեղ փառավորվելու է միայն Աստված եւ ինքը շատ դժվար տարիներու դրա համար դա է նույնիսկ Աստծո սիրո արտահայտությունը, որ իրանք ուղղակի կվերանան, որպեսզի չտառապեն։ Տհաճ վայրերով։ Իրանց համար տհաճ վայրերով։ Իրանց համար Ուրեմն, թեև երկինք մտնելու մեր իրավունքը հաստատված է Հիսուսի մահվան, մաքրագործման գործընթացը մենք պետք է անցնենք այստեղ եւ հիմա։ Այդ որ Դանթեն գրում էր, թե չգիտեմ ինչ կա, դա սուտ է։ Այս հիմա է մեր տված ընձեռված հնարավորությունը։ Հիմա մենք պիտի օգտագործենք, ասում այսօր է փրկության օրը։ Ինչը մեզ կօգնի նախապատրաստվել մեր հավիտենական տուն գնալու։ Իսկ մաքրագործման գործընթացի կարևորագույն նախապայմանը նրա խոսքին հնազանդվելն է։ Եվ հիմա կարդանք նկարագրությունը եւ ուրեմն հավիտենական դժոխքի գրակներում անverջ տարապող անմահ հոգու տեսությունը հակասում է Աստվածաշնչյան այն ուսմունքին, որ նոր երկնքում ու նոր երկրում այլևս մահ չի լինելու նաեւ ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ։ Եվ անցած դասում մենք շատ պարզեցանք, որ սա է երկրորդ մահը, այսինքն մահը դառնալու ոչ թե հավերժական ոսավառոյ։ Եթե հավիտյանապես այլող դժոխքի տեսությունը ճիշտ լիներ, ապա երկրորդ մահը մեղքն ու մեղավորներին տիեզերքից արմատախիլ չէր անի, այլ ընդամենը կբանտարկեր նրանց հավերժական ցավի ու տառապանքի դժոխքում։ Ավելին, այդ դեպքում տիեզերքը երբեք լիարժեքորեն չէր վերականգնվի իր սկզբնական կատարելությանը։ Բայց փառք Աստծո, որ Աստվածաշունչը ներկայացնում է լիովին այլ պատկեր։ Այսինքն ամենասկզբում ինչ էր, երբ որ Ադամին եւ Եվան ստեղծեց, կատարյալ էր, չէ՞, ամեն ինչ, մեղք չկար։ Եվ ուրեմն, երբ որ այս ամեն ինչը լինի, արդեն էլի նույն կատարյալ վիճակին անդրադառնալու, ոչ մեղք կլինի, ոչ բան, ինչպես կարդացին կացածական մաղաքեմ, որ ասում է արմատով վերանալու է։ Մեղքը եւ մեղավոր մարդը։ Արմատը եւ ոստը։ Արմատը իհարկե սատանան է։ Եվ կարդանք նկարագրությունը այս գեղեցիկ կյանքի։ Եսայա 25:8-ը ինչ է ասում։ Մահը հավիտյան բնաջինջ պիտի անե, ու Տեր Եհովան ամեն աչքի արցունքը պիտի սրբե, եւ բոլոր երկրի երեսեն իր ժողովրդի նախատինքը պիտի վերցնե, բանզի Տերը խոսեցավ։ Մի համայ կարդամ, ու այն օրը պիտի ասեն, ահա մեր Աստվածը ասիկա է, անոր հուսացինք ու անիկա մեզ ազատեց։ Տերը ասիկա է, անոր հուսացինք, անոր փրկությունով պիտի ցնցանք եւ ուրախանանք։ Այսինքն կատարյալ ուրախություն լինելու է։ Եվ Հայտնություն 7:17 ասում է վասնզի գառնուկը, որ աթոռի մեջ է, պիտի հովեզանոնք ու դեպի կենդանի ջուրերու աղբյուրները պիտի առաջնորդեզանոնք եւ Աստված բոլոր արցունքները պիտի սրբեն անոնց աչքերեն։ Իհարկե մենք էսի չենք հասկանում ֆիզիկապես, որ Աստված ամեն մեկի արցունքը սրբելու, այսինքն ինչ է նշանակում, որ պատճառ չի լինի լացելու։ Հիմիկվա պատճառները ինչ է։ Երբ որ մարդիկ հիվանդանում են, մեռնում են, իրար են վիրավորում, իրար են վատություն անում, այդ ամեն ինչն է առաջացնում տխրությունը եւ դժբախտությունը։ Բայց այնտեղ արդեն լինելու են կատարյալ մարդիկ, ովքեր սրբացված են, եւ այս խնդիրները չի լինի եւ հետեւաբար այդ հետևանքներ չի լինի։ Ուրախության մեջ։ Եվ չենք լացի։ Ուրախության մեջ կլինենք։ Եվ Հայտնություն 21:4-ը Եվ ինք անոնց աչքերեն բոլոր արցունքները պիտի սրբե ու մահ պիտի չլա, ոչ սուգ եւ ոչ աղաղակ եւ ոչ ցավ պիտի լա ասկե հետո վասնզի առաջվա բաները անցան։ Ամեն։ Այսինքն լինելու է մի կյանք, որը մարդ միշտ երազում է։ Ամեն մարդ երազում է, որ ինքը լինի առողջ, որ ինքը լինի նորմալ վիճակում, ուրախ լինի, ամեն ինչ նորմալ լինի, չէ՞։ Եվ այս կյանքի մեջ մենք չենք կարողանում հասնել դրան, ինչի, որովհետև մեղավոր կյանք է,
մենք մեղքերի մեջ ենք եւ շատ անգամ կյանք լինում է շատ վատ, անարդար, դաժան, շատ հաճախ մեր սխալների պատճառով, շատ անգամ մեր կողքիների սխալների պատճառով մեզ համար թանկ մարդիկ երբեմն այնքան անողոքաբար են մեզնից վերցվում ու հայտնվում մահվան սառը ճիրաններում, կամ էլ մարդիկ սողոսկում են մեր կյանք, գողանում մեր զգացմունքները ու անհետանում, ասես ոչինչ էլ չի պատահել։ Որքան սարսափելի, երբ մեզ դավաճանում են մեկ ում սիրելու վստահել ենք։ Եվ այստեղ թվարկում է շատ այդպիսի վատ իրավիճակներ այստեղ, որտեղ անպակաս է մահը, վիշտը ու լացը, բայց փառք Աստծո, որ մենք հույս ունենք։ Եթե մենք այս հույսը չունենայինք, ինչքան դժգույն ու ինչքան, ես չգիտեմ, ինչ ձևի կյանք պիտի լիներ։ Հուսահատ, այո, հուսահատ մի կյանք, թե ինչի ենք ապրում։ Եվ մենք կարող ենք վստահ լինել, որ վերջին դատաստանի ժամանակ Աստված բոլորին արդարությամբ ու սիրով է վերաբերվելու։ Եվ Քրիստոսի մեջ ննջած մեր բոլոր սիրելիները հարություն կառնեն մեռելներից եւ մեզ հետ կլինեն մի ամբողջ հավերժություն, ինչպես որ անցած անգամ կարդացի, որ երանելի է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ։ Բայց Աստված չանի հեղու պահի, որ երկրորդ հարության մեջ լինի, այսինքն երբ որ վերջնական մահանում է։ Եվ վերջապես իրանք ասեն, մահը հաղթության մեջ ընկղմվեց, ով մահ ուր է քո խայթոցը։ Եվ Տերը խոստացել է, որ իր ստեղծած նոր երկնքում, նոր երկրում նախկին բաները պիտի չհիշվեն ու չմտավելվեն, այդ չի նշանակում, որ մենք հիշողության կորուստ ենք ունենալու, այլ լավ բաներ ենքան շատ ալինելու, որ այդ լավ բաները դուրս ամղելու մեր վատ հիշողությունները։ Եվ վերջում կարդանք Հայտնություն 22:3-5 հավարները։ Անփնավ նզով պիտի չլնա, անոր մեջ պիտի ալնա Աստծո ու կառնուկին աթոռը, անոր ծառաները պիտի պաշտեն զանիկա, անոր երեսը պիտի տեսնեն, ու անոր անունը իրենց ճակատներու վրա պիտի ալնա։ Հոն ավ քիշեր պիտի չլնա, եւ ջրակ ու արևու լույս պետք չէ, քանզի Տեր Աստված պիտի լուսավորե զանը եւ հավիտյանս հավերից պիտի թագավորեն։ Ամեն։ Եվ ասմապտի անոր երեսը պիտի տեսնեն, անոր անունը իրենց ճակատների վրա պիտի լա։ Այսինքն ինչ է նշանակում, ոչ չի նշանակում ֆիզիկապես բոլորի ճակատի վրա Աստծո անունը պիտի գրվի։ Ինչ է նշանակում, անունը ինչի խորհրդանիշ է։ Բնավորության։ Այո։ Այսինքն երկին կմտնեն նրան, ովքեր Աստծո բնավորությունն են ձեռք բերել։ Իր սերը, իր ողորմությունը, իր գութը, իր արդարամտությունը եւ մեկ ասում են, չէ՞ ասում այս մարդուրիսի ոնց որ գրված լինի, ինչ ձևի մարդ է, չէ՞։ Որոշ չափով մարդու արտահայտությունից զգում ես, թե ինչ ձևի մարդ է դեռ գրած, այդ իմաստով է գրած, որ ասում են ճակատին Աստծո անունը գրված կլինի, եւ ստեղ ասում է, որ Աստծո փառքը այնքան շատ կլինի, որ արևի լույսի կայք չի լինի, չի նշանակում, որ արևը չի լինի, այլ ոնց որ ասենք, թե լույսի վաղ, երբ որ մոմը վառում դնում ես, չես նկատում այդ լույսը, որտեղ լույս է, ցերեկ է։ Նույնը Աստծո փառքը այնքան շատ է, այնքան մեծ է, որ արևը ընդամենը մի հատ գունդ կերևա եւ վերջ։ Ոչ թե ինքը կլինի լույսի աղբյուրը, որ լույսը տալիս է, այլ Աստծո փառքը կլինի մեր լույսի աղբյուրը։ Եվ ստեղ գրում է, որ մենք այո, նորից կրկնվում է, որ Աստված կարող էր մեզ ոչնչացնել, երբ որ Ադամն ու Եվան մեղանչեցին, կարող էր իրանց ոչնչացնել, էլի նոր սերունդ ստեղծել, նոր մարդիկ։ Բայց Աստված ամեն իր զավակին, ամեն իր ստեղծածին այնքան է սիրում, որ ինքը մինչև վերջ պայքարում է իրանց համար, մինչև վերջ։ Եվ մենք պիտի
Շնորհակալ ենք, որ Աստված մեզ հնարավորություն ա տվել, երկրորդ հնարավորությունը այս ժամանակավոր կյանքը, որ մենք ընտրություն անենք։ Մենք ուզում ենք իր հետ ապրել այս երջանիկ կյանքով, թե ոչ։ Աստված դա, որ մենք ճիշտ ընտրություն անենք, եւ այդ ընտրությունը Աստված մեզ կամքի ուժ տա իրագործենք մեր կյանքում իր շնորհքով։ Եվ դու բանն ես ավելացնելու Քավուջան կամ ինչ-որ մեկը։ Եվ վերջում կարդանք, Այսինքն հավիտենական կյանքի խոստումն ինձ ասում է այստեղ, որ նրանց համար են, ովքեր հավատքով ընդունում են խաչի վրա իրենց մատուցված մեծագույն զոհը։ Եթե չընդունենք, մեր հանցանքն է։ Եթե ընդունենք, մեր օրհնությունը։ Եվ այդ ընդունումը ցույց է տալի իրոք ճշտապես մենք ընդունենք, թե չէ մեր փոխված բնավորությունը։ Եթե մենք ունենք դա, ուրեմն մենք իրոք անկեղծ ձևով ընդունել ենք։ Մեր գործունեությունը ցույց է տալի մեր ինչ լինելը։ Եվ վերջում կարդանք մի հատված. Քրիստոսի խաչը փրկվածների ուսումնասիրության առարկան ու փառաբանության երգն է լինելու ամբողջ հավերժության ընթացքում։ Փառավորյալ Քրիստոսի մեջ նրանք տեսնելու են խաչյալ Քրիստոսին։ Երբեք չի մոռացվի, որ նա, ով իր զորությամբ ստեղծել ու պահել էր անսկիզբ ու անծայր տիեզերքի անհամար աշխարհները, Աստծո սիրելին, երկնքի վեհապարությունը, նա, ում քերովբերներն ու լուսաշող սերովբեները հիացմունքով երկրպագում են, խոնարհեցրեց իրեն, վեհացնելու անկած մարդուն, որ նա կրեց մեղքի պատիժն ու ամոթը, եւ հայրը երեսը ծածկեց իրենից, մինչեւ որ կորած աշխարհի վշտերը փշրեցին նրա սիրտը եւ խլեցին նրա կյանքը Գողգոթայի խաչի վրա, այն, որ բոլոր աշխարհների ստեղծողը, բոլոր ճակատագրերի դատավորը մի կողմ դրեց իր փառքը եւ մարդու հանդեպ սիրուց դրդված խոնարհեցրեց իր անձը, ընդմիշտ առաջացնելու է տիեզերքի զարմախ ու հիացմունքը։ Մեծ պայքարն ավարտված է, մեղք եւ մեղավորներ այլևս չկան։ Ամբողջ տիեզերքը մաքուր է, ներդաշնակության եւ ուրախության մեծ զարկ է բաբախում ամբողջ անծայրածիր արարչագործության մեջ։ Նրանից, ով ստեղծել է ամենը, կյանք, լույս ու բերկրանք է հորդում անեզր տիեզերքի բոլոր տիրույթներում։ Փոքրագույն ատոմից մինչև մեծագույն աշխարհը ամեն բան, շնչավոր թե անշունչ, իր անսքող գեղեցկությամբ եւ կատարյալ ուրախությամբ հռչակում է, որ Աստված սեր է։ Ամեն։ Եվ թող Աստված օրհնի, որ մենք լինենք այս փրկողների մեջ, եւ թող Աստված օրհնի, որ այս գալիք տարվա մեջ մենք մեր կյանքով ու խոսքերով Աստծուն վկայենք, որ Աստված սեր է։ Ամեն։ Մեկ վարյան, երբ որ Աստված իր սերը ցույց կտա որ մարդկան, մարդիկ արդյունը լալեն, որ նախ որ Հիսուս ինչու աշխարհ եկավ։ Ճիշտ 2 օր առաջ մեկը մեծ խոսենք որ Հիսուսի մասին։ Հարցուցի Հիսուս ինչու աշխարհ եկավ։ Հիսուս պարզապես աշխարհ եկավ, որպեսզի զիս իր երկինքը դանի։ Ին ճամփորդությունս այս աշխարհի վրա են փոխե եւ իրական կյանքից մեջ տանի, որ ժամանակավոր 60, 80, 90 տարվա շրջանը չէ որ միան ինձ կյանք տված է ինքը, ինձի հավիտենականությունը տված է, որ համրանք չի գա հետ ապրելու։ Բայց քանի որ մենք մեղավոր մարդնի մեջ ենք, մի ժամանակավորը կմտածենք, ուրեմն Հիսուս անդորամար աշխարհ եկա, որ հավիտենականության մասին մտածենք, որ ստեղծիչը, երկնքի տակավորը, երկնքի ստեղծիչը զիս սիրեց եւ աշխարհ եկավ, միայն աշխարհ եկավ, որ զիս փրկե եւ իրեն կովը դանի, որ հետո ապրենք հավիտենից։ Ասե ծրակիր Հիսուս Քրիստոսի որ կատարվի ամեն մարդի վրա։